du gălațes o sirtot că bațes Cotes că anterie ce cascațes Tarinele vor ați lumen de proțum Մեր երկու տարվա կյանքի պատմությունը ինչ որ կետում ավարտում է, բայց սկսում է մի նոր պատմություն։ Շատ անկեղծ եմ խոսում ձեր հետ, առանց որևէ ձևականությունների, առանց որևէ տեքստերի։ Իրականում այն ամենասկզբից, որ եկել եմ որպես ձեզ դասղեկ, ահավոր շատ մտավախություն ունեի, որ դուք չեք ընդունելու, չեք հարմարվելու ու այդ վախը ինձ անընդհատ ստիպում է, որ ես միշտ այսպես շատ սահման պահեի ամենասկզբի հատվածից, բայց այսօր ուզում եմ ասեմ, որ դուք ինձ լիքը բան եք սովորեցել, դուք սովոր եք, որ միշտ ուսուցիչները ասում են, որ իրենք են ձեզ սովորեցել, բայց չէ, դուք ինձ շատ եք սովորեցրել, որովհետև դուք չգիտեք իմ կյանքի ամենածանր պահին ես եկել եմ ձեզ դասղեկ, ու ձեր շնորհիվ ամենայն անկեղծությամբ ես իմ ցավը ինչ որտեղ խեղդել եմ, որ Արցախի հանդեպ իմ կարոտը ես ձեզնից եմ առել, այսպես ասեմ, ու դուք իմ համար փոքրիկ հայրենիք եք։ Ամենայն անկեղծությամբ եմ խոսում ու եթե մտածեք, որ դպրոցը ավարտեք գնաք, այլևս ես ձեր հետ կապ չեմ պահելու, սխալվում եք։ Ես միշտ ձեր մասին մտածել եմ, դուք միշտ իմ սրտում եք ու ոնց որ դուք եք սիրում ասել, ձեր սրտի դասղեկի սրտում դուք միշտ տեղ ունեք, միշտ։ Սանգն է այս վերջին, պահը չկործնես նրան ասել սիրուդ մասին, գուցե հենց այսօրվան Բոլորիդ եմ անչափ շատ եմ սիրում, բոլորիդ։ Երբեք չմտածեք, որ մեկին ավել եմ սիրում, մեկին պակաս չէ։ Բոլորը ձեր տեղը, ձեր գույնը ունեք իմ կյանքում ու ինձ համար շատ կարևոր մարդիկ եք դուք։ Դուք իմ համար ուղղակի աշակերտներ չեք։ Դուք ինձ համար քույր եք, դուք ինձ համար եղբայր եք, ես գիտեմ, որ ցանկացած պահի ինձ ինչ որ մի բան պետք լինի, տղաների օգնությունը պետք լինի, ու մեզ զանգեմ այստեղ գտնվող տղաներից, այդ պահին կարող են իմ կողքը կանգնեն, աղջիկների օգնությունը պետք լինի, իմ կողքն են կանգնել, որովհետև դուք էլ գիտեք, որ այդ ամեն ինչը փոխադարձ է։ Այս տարիների ընթացքում ամենակարևոր բաներն եմ փորձել ձեզ սովորեցնել։ Ամենակարևորը որ մարդ լինեք, երեխեք ջան, որովհետև մեր ներսի բարությունը, մեր մարդ տեսակը պետք է մենք կարողանանք ճիշտ ցույց տանք, որովհետև դիմացինի վատ կողմերը բոլորը կարողանում են տեսնել, բայց լավ կողմերը շատ քչերն են կարողանում տեսնել, որովհետև մենք ինչ որտեղ նաև խուսափում ենք լավը լինելուց, որովհետև մեր շրջապատում օրինակ կան վատ մարդիկ, ոչ, եղեք միշտ լավը եղեք, միշտ ձեր այդ էությունը պահեք, ու միշտ լավին ձգտեք, վատից օրինակ մի վերցրեք, որովհետև այդ լավն է ձեզ առաջ տանելու, ձեր աշխատասիրությունը, ձեր մարդ տեսակն է ձեզ հետո հպարտության ճանապարհով տանելու, ձեր հաջողություններին հասնեք, ձեր երազանքներին հասնեք։ Ուզում եմ գոռը աշխարհի չեմպիոն դառնամ, որ միասին գնանք նշենք։ Արեգը, Հայկոն, երաժշտության ոլորտում այնքան կայանա, որ մենք մի օր կանք որպես հանդիսատես նայենք։ Աշս ֆուտբոլիստ լինի, լավագույն Հայաստանի հավաքականին լավագույն խաղացողը լինի, ում շնորհիվ մեր հավաքականը, չգիտեմ, աշխարհում լավագույն տեղերը կգրավի, որ ես հպարտամ։ Արոս իր լավ տեսակով, իր ամենեցող տեսակով, իր բարի տեսակով, հեչան, դուք ձեր ընտրած ոլորտներում կայանաք, իմ աղջիկները, մեկը լավ պարուհի լինեք, մյուսը լավ երգչուհի լինեք, չգիտեմ, լավ դիզայներ լինեք, բայց ուզում եմ ձեր ոլորտում կայացած մարդիկ լինեք, որ թեկուզ հեռուստացույցով տեսնեմ, ասեմ իմ աշակերտն է, գիտեք ինչի իմ աշակերտն է, ոչ թե ես պրոստը դասղեկ եմ եղել, դուք իմ երեխեքն ենք, իմ քույրն է, իմ աղբերն է, իմ երեխեն է, ինչ որտեղ, ուզում եմ մեր կապը երբեք չընդհատվի երեխեն, կապ չունի երբ, որտեղ, թե ինչ որտեղ նեղացրել եմ, ինչ որտեղ վիրավորվել եք իմ խոսքից կներեք, բայց իրականում ամեն ինչը արվում է ձեզ համար, որ դուք իմանաք, որ այստեղից դուրս լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ մարդիկ են։ Այս պատերի ներսում ձեզ հարազատ մարդիկ են, ովքեր ձեր ապագայի համար մտահոգվում են, բայց ուրիշ տեղ հավատացեք, ոչ մեկի սիրտը այդքան չի ցավալու, ինչքան մեր սիրտն է ձեր համար ցավում, որովհետև դուք այստեղ այս պատերի ներսում 9 տարվա պատմություն ունեք, ուրիշ պատերի ներսում 1-2 տարվա պատմություն եք ունենալու կամ լավ 4-5 տարվա պատմություն, բայց այդ ձերը չի լինելու, որովհետև այս ընտանիքը չի լինելու, բազմաթիվ առիթներ ունենալու ենք իրար տեսնելու, իրար չմոռանալու, որովհետև մեզնից է կախված, եթե մենք վաղը վերջի զանգը ավարտվի գնանք ու իրար հետ կապ չպահենք, բնականաբար
մոռանալու ենք իրար։ Իսկ ես չեմ ուզում մենք իրար մոռանանք։ Ես ուզում եմ մենք միշտ իրար թեփթիկունք լինենք, միշտ իրար կողքի լինենք ու լավ, հանից թողերը։ Իրականում երեխա են դժվար է։ Ես գիտեմ, որ ձեր համար էմոցիոնալ պահ հիմա, որովհետև ինչքան է որ ուզում եք դպրոցը ավարտեք, իրականում երբ հետ հայաց գցեք, ձեր ամենաերջանիկ տարիները դպրոցում են։ Փոքրուց եք պատմություն ստեղծել, հետո ուրիշներին եք սովորեցնելու այդ պատմությունը։ Ես ձեզ շատ եմ սիրում, չգիտեմ, ես իմ սերը բառերով չեմ կարող այսպես ասեմ արտահայտեմ, ինչքան շատ եմ ես ձեզ սիրում, բոլորիդ անչափ շատ սիրում եմ, բոլորդ իմն եք, իմ երեխեքն եք, մեկիդ մատը փոշ մտավ, ես ձեր կողքին եմ միշտ, ձեր սրտի դասակը միշտ ձերն է։ Եկեք շատ բարձր տրամադրությամբ պատրաստվենք վաղվա մեր օրը հրաշալի ուղղակի վայելենք ու առանց լացելու։ Այստեղ մեր փոքրիկ պատմությունն է ու հավատացեք հիմա կարող է ձեզ համար արժեք չունեցող մի բան է, բայց ես հիմա չեմ ուզում շատ ձեզ լացացնեմ, բայց ասեմ, երբ մենք Արցախից դուրս էինք գալիս, ես առաջ իմ դրամապանակը չեմ վերցրել, բայց իմ վինետկաները վերցրել եմ, որովհետև այդ վինետկաներում իմ պատմությունն է, ամեն անգամ այդ նկարները նայելուց ես հիշում եմ իմ դպրոցական տարիները։ Չեմ ուզում դուք բաց առումով հիշեք վինետկան, բայց իմացեք տարիներ հետո դուք այնքան սիրով եք ես վինետկայի թերթերը բացելու, այնքան կարոտ է լինելու այդ ամեն թերթը թերթելու ընթացքում, ամեն մեկին նայելուց, հիմա տարբեր անուններով ենք, չէ՞, մենք իրար դիմում, ամեն մեկը ունենք սիրելի արտահայտություն է, որ դիմացինին դիմում ենք։ Ամեն անգամ այս էջերը թերթելու, հավատացեք ոչ թե վատ եք հիշելու, այլ այն ամենաերջանիկ պահերն եք հիշելու, որոնք որ կապված են ձեր դասարանի երեխաների հետ։ Ուզում եմ միշտ երեխեք ջան, գնահատեք, ձեր հետ, ձեր միասին անցկացած ամեն վայրկյանը գնահատեք, լավ, այդ շատ կարևոր է երեխան, դուք հետո այդ եք հիշելու, դուք այստեղ ձեր զանգերն է ու այսօր էլ կկախենք, վաղն էլ կկախենք ձեր շորերի վրա, հետո ինքը տեղ է գտնելու ձեր սենյակի մի անկյունում, իհարկե հուսով եմ մի անկյունում տեղ կգտնենք, ոչ դեն կնետեք, որովհետև հետո ինքը շատ կարևոր հուշ է դառնալու, շատ կարևոր ու ամեն վայրկյանը, չգիտեմ, ամեն ինչից սկսած այս նկարները, բացիկները, ամեն ինչը ձեր համար 1-2 տարի հետո հուշ է դառնալու, մեր երազանքներն են գրելու, ինչպես ենք պատկերացնում մեզ 5 տարի հետո եւ 5 տարի հետո պայմանավորում ենք, որ բոլորով հավաքելու ենք, անկախ նրանից որտեղ ենք, ինչ կարգավիճակում ենք, 5 տարի հետո մենք հավաքվելու ենք ու այս շամպայնի շիշը բացելու ենք, ընթերցենք մեր երազանքները ու տեսնենք այս 5 տարվա ընթացքում մեր երազանքներից որն է կատարվել, որը չի կատարվել։ Հիմա ես ձեզ կհանձնեմ վինետկաները եւ Делай вопреки, делай от руки, мир переверни, небо опрокинь. В каждом наброске, в каждом черновике учитель продолжается в своем ученике. Им сърце աշխարհի чемпион. Всю мою жизнь я иду ко дну, всю мою жизнь я искал любовь, чтобы любить одну. Они сказали нас, поздно спасать и поздно лечить. Плевать, ведь наши дети будут лучше, чем мы. Лучше, чем мы. Лучше, чем мы. Когда меня O zaman sen Artsakh filmden önce. Нас просто меняют местами. Таков закон сансары. Круговорот людей. Ой, мама, когда меня не станет, я буду
буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Ոնց էր ծնունդիս ասում մեկը փորձի ձեր խատրին գտնի։ Արի։ Իմ ամենաուժեղ պաշտպանը։ Ой, мама, нас не стереть, мы живем на зло. Пусть не везет, но мы свое возьмем. Это небо вместо сцены, здесь все вверх ногами. И эти звезды в темноте, тобой зажженный фонарик. Тысяча меня до меня и после меня будет. Тысяча меня и в тысячах не меня, тысяча меня. И мы снова вдребезги, и нас не починить. Плевать, ведь наши дети будут лучше, чем мы. Лучше, чем мы. Лучше, чем мы. Когда меня не станет, я буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Таков закон сансары, круговорот людей. Ой, мама, когда меня не станет, я буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Круговорот людей. Ой, мама. Просто меняют местами. Таков закон сансары, круговорот людей. Ой, мама, когда меня не станет, я буду петь голосами моих детей и голосами их детей. Нас просто меняют местами. Таков закон сансары, круговорот людей. Ой, мама. Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակ էր և թե լուրջ, թե հեքիաթ
կախարդական Եվ թե կյանքեր իրական Ու կարծես երեքեր դեր Դասերու դասարաններ Ախ ես ոնց է ջերմակել Իմ դասատուն են ջահել Ու հնչեց զանգը հնչեց Ու հնչեց վերջին անգամ Վերջին ծաղիկներով Մի քիչ թաց աչքերով Կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին Բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնամ Անմոռաց, անբաժան Հուշերը դպրոցական Օրագիր, պահարան Ինչ ուրախ էր, ինչ անհոգ Թե ձմեռեր և թե շոգ Թե տանիք էր հայրական Եվ թե տուն նավիրական Դու նստում էիր կողքից Մանկության ընկերուհից Բայց այսօր արի ու տես Ես կարծես սիրում եմ քեզ Ու հնչեց զանգը հնչեց Ու հնչեց վերջին անգամ Վերջին ծաղիկներով Մի քիչ թաց աչքերով Կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին Բայց ինչ արած մնաք բարով Հնչեց զանգը հնչեց Ու հնչեց վերջին անգամ Վերջին ծաղիկներով Մի քիչ թաց աչքերով Կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին Բայց ինչ արած մնաք բարով Ու հնչեց զանգը հնչեց Ու հնչեց վերջին անգամ Վերջին ծաղիկներով Մի քիչ թաց աչքերով Կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին Բայց ինչ արած Պիտի գնամ մնաք բարով Медлячок, чтобы ты заплакала И пусть звучат они все одинаково И пусть банально и не талантливо Ну как сумел на гитаре сыграл и спел Выпускной ты в красивом платьице И тебе вот-вот 17 лет Я хотел тебе просто понравиться И как сумел на гитаре сыграл Вся наша школа сошла с ума от этой новенькой В мой класс она зашла
И сразу понял я, и Купидон мне в сердце не стрелою дала пулею. Сказала наша классная, детки, знакомьтесь Юлию. И вот я словно тень плету за Юлей амурных любит, подойти боюсь я к Юле. Вдруг меня она не любит, а вдруг другого любит. Юля любит не меня, ведь в мечтах на двоих у меня с Юлей одна фамилия. И так полгода днем пожар, а ночью бессонница. Сердце рвется, но лед никак не тронется. Ну как-то утром я решил сделать первый шаг, купил цветы и под подъезд. Лишь бы ты пришла, и ты пришла. Драма по классике, но не одна пришла, а под ручку с одноклассником. И ударились об землю небеса. И тогда я написал: Юля, медлячок, чтобы ты заплакала. И пусть звучат они все одинаково, и пусть banально и не талантливо, ну как сумел на гитаре сыграл и спел. Выпускной ты просил. Երևանի 140 հիմնական դպրոցի վերջին տան հանդիսավոր տոնավականության մեկնարկը։ Բարոյցեք մեր ունիվերսիտետների այս հիշարժան օրվան մասնակցելու շնորհավորում եմ ձեզ ցանկանալով ամենայն հաջողություն տիկին Մարգարիտա Սահակյանին։ Սիրելի հյուրեր, սիրելի շրջանավարտներ, կարդամ նաև ձեզ համար իմ ուղերձը։ Այսօր դպրոցում սովորական օր չէ։ Այսօր մեր դպրոցում հնչող վերջին զանգը կարծես բաժանում է երկու աշխարհ՝ մանկության անհոգ տարիներն ու մեծ կյանքի պատասխանատու ճանապարհը։ Դուք հեռանում եք դպրոցից, բայց դպրոցը երբեք չի հեռանալու ձեզանից։ Այն մնալու է ձեր հիշողություններում, առաջին ուսուցչի ձայնով, դասամիջոցի աղմուկով, ընկերների ցուցակով, հաղթանակներով, երբեմն էլ հիասթափություններով, որոնք ձեզ ավելի ուժեղ կդարձնեն։ Այս տարիների ընթացքում դուք սովորել եք ոչ միայն դասել, այլ նաև կյանք, սովորել իրար աջակցել, պայքարել ձեր նպատակների համար։ Եվ այսօր ես ուզում եմ, որ կյանք մտնեք մեկ կարևոր մտքով։ Մարդուն մեծացնում է ոչ թե միայն գիտելիքները, այլ նրա սիրտը, վերաբերմունքը մարդկանց նկատմամբ եւ իր գոյի հանդեպ պատասխանատվությունը։ Սիրելի երեխաներ, աշխարհը փոխվում է շատ արագ, բայց կան արժեքներ, որոնք երբեք չեն հեռանում։ Ազնվությունը, բարությունը, աշխատասիրությունը եւ հայրենիքի հանդեպ սերը։ Եթե կարողանաք դրանք պահպանել, վստահ եղեք, որտեղ եք լինեք, հաջողությունը կգտնի ձեզ։ Գուցե տարիներ անց դուք մոռանաք որոշ դասեր, բանաձևեր կամ քվեր, բայց վստահ եմ, երբեք չեք մոռանա այն զգացողությունը, որ ունեցել եք այս դպրոցում, որովհետև դպրոցը միայն շենք չէ, դպրոցը մարդիկ են, հիշողություններ են, այն ճանապարհն է, որտեղ ձևավորվում է մարդը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մանկաբարձներին այս ընթացքում ցուցաբերած նվիրումի համար։ Մեծ շնորհակալություն նաև ծնողներին, հենց երեխաների կողքը լինելու, աջակցելու համար, դպրոցին աջակցելու համար։ Ուզում եմ ասել, որ այս դասարանի կապ ժամանակով 11 եմ եղել եւ շատ սիրում եմ եւ ուզում եմ մի բան ասել։ Ուզում եմ շատ մեծ հաջողությունների հասնել։ Կյանքում գտնեք ձեր տեղը, բարի եւ սիրելի նեոցիներ։ Բարձրացուր ձեռքերդ եւ զանոնք գիշերվան կապույտներու կամարին կարկառ է եւ փարազարթե գլուխս առավոտյան աստղերու փույլով մլուսածոր խնկարկես զիս եւ անմահության տաճարներուն են փարակերտը կառուցոր ծնրադրե եւ պաշտեզիս եւ երբ ժամը հասնի ողջակի զվեինցի համար եւ փշրե
քու հողեղնի ճակատդ, իմ կոթողիս մարմարներուն թիմաց, որովհետև ես եմ, իմ անունս է պայքար, և վախճանս հաղթանակ։ Երազին երկիր հայրենի, հոգսերը չաթույսըդ մեծ, քարքարոտ Շնորհակալություն մեր հայրենիքը պաշտպանելու, մեր խաղաղ մանկությունը պահելու և մեզ խաղաղ մանկություն տալու համար։ Քո քրտինքով ու քաջությամբ մեզ հնարավորություն ես տվել ապրելու, սովորելու, ստանալու և մեծանալու քաղաք Հայաստանում։ Դու քո կյանքով ու զորությամբ մեզ սովորեցնում ես ինչ հայրենասիրությունը, պատասխանատվությունը և Մենք փոքր ենք, բայց մեր սրտերում մեծ է հարգանքն ու շնորհակալությունը քո աշխատանքին ու քո նվիրումին։ Ահա վերջին զանգն այսօր հնչում է, բայց այն հիշեցնում է նաև, որ մենք միշտ պետք է հիշենք քեզ, մեր զինվորին, մեր հզոր պաշտպանին։ Շնորհակալ ենք քեզ, զինվոր։
Վերջին զանգը ոչ միայն հրաժեշտ է դպրոցին, այլ նաև խոսքում մեր հետ անելու այն ամենը, ինչ սովորեցինք այստեղ։ Իսկ դպրոցը մեզ սովորեցրեց ոչ միայն բանաձևեր ու կանոններ, այլև ինչպես ներվստահ, պատասխանատու և ապահով մարդ։ Դպրոցը մեր երկրորդումն է։ Այստեղ մենք մեզ զգացել ենք պաշտպանված, լսած ու գնահատված։ Անվտանգ միջավայրը միայն փակ դռներ կամ կանոններ չեն։ Անվտանգությունը այն է, երբ կարող ես արտահայտել քո կարծիքը առանց վախի, երբ գիտես ովքեր կանգնած են ուսուցիչներդ և ընկերներդ, երբ ունես սխալվելու իրավունք ու սովորում ես այդ սխալներից։ Ապահով կրթական միջավայրը ձևավորվում է հարգանքով, փոխադարձությամբ ու հոգատարությամբ։ Մեր ուսուցիչները մեզ սովորեցրել են, որ ուշեղ լինելը նշանակում է ոչ թե լրացնել, այլ հսել, ոչ թե աջակցել, այլ աջակցել։ Նրանք մեզ տվել են ոչ միայն գիտելիք, այլ նաև պատասխանատվություն, աշխարհություն, մարդասիրություն։ Այսօր, երբ դուրս են գալիս դպրոցական պատերից, մեզ է տանում ենք այդ մշակույթը։ Մենք պիտի կառուցենք այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխա երգեզգա պաշտպանված, որտեղ կրթությունը կլինի ոչ միայն գիտելիքի աղբյուր, այլ նաև հոգեբանական ու սոցիալական ապահովության հենարան։ Շնորհակալություն մեր դպրոցին ապահովության միջավայր ստեղծելու համար։ Շնորհակալություն ուսուցիչների մեզ հավատալու, մեզ պաշտպանելու և ճիշտ ուղղության համար։ Շնորհակալություն իմ դասընկերների միասին մեծանալու, երաժշտելու և միասին Ողջ վերջին զանգը ոչ թե միաբար որ վստահ ու անվտանգ ճանապարհից իսկ այդ ճանապարհները սկսել են հենց մեր 140 Սոր վերջի զանգը, բայց մեր սրտերը լցված են հույսով։ Մենք Արցախից տեղափոխված կողմերից շատ բան ենք փորձել, բայց մեր սերը մեր տների ու մեր հողերի նկատմամբ փորձել չեն։ Մենք փորձել ենք այն տեղը, որտեղ մեր պատմությունը սկսվել է, բայց եկալ ենք ստեղ կառուցել նոր պատմություն, հավատարիմ մեր արմատներին ու արժեքներին։ Մենք սովորեցին հավատալ մեր ուժին միասնական լինել, չեն դեպել դպրոցներ, ճանապարհ եւ փոխում է վերջին բանը, մենք չենք ասում հրաժեշտ, մենք ասում ենք ինչ շարունակում ենք մանկության ընկերներին, եւ իհարկե Այսօր ես ասեմ, ես ես ասում եմ, բոլորի ճանապարհը եւ դժվար, բայց դու միշտ եղել ես
Կանգնած եմ այստեղ, վերջին դպրոցական օրը, այստեղ վերջին զանգ։ Վերջին, իսկ դպրոցը վերջանում է։ Այո, դպրոցը մի օր ավարտվում է, բայց հավատա այստեղ անցկացրած բոլոր տարիները ուշ կմնան ես սպում։ Իսկ ես մեծանալու եմ, կկարողանամ ամսահարել մաթեմատիկա, գրել շարժություններ և գտնել ընկերներ։ Դու ոչ միայն կհաղթահարես, այլ նաև կհասկանաս, որ ամեն դժվարություն քեզ ուժեղ է դարձրել։ Դու կսովորես սիրել ուսուցիչներին, գնահատել ընկերներին և մի օր կզանգնես այստեղ երախտագիտությամբ։ Ես հիմա երազում եմ մեծանալ, բայց մի քիչ վախենում եմ։ Մի վախեցիր, քո յուրաքանչյուր սխալը քեզ դաս կդառնա, իսկ յուրաքանչյուր հաջողությունը վստահություն։ Դու կսովորես սիրել ուսուցիչներին, գնահատել ընկերներին և կկանգնես մի օր այստեղ երախտագիտությամբ։ Իսկ դու հիմա ինչ ես զգում։ Ես զգում եմ հպարտություն, կարող, շնորհակալություն։ Շնորհակալություն ուսուցիչներիս ճանապարհը ցուցաբերելու համար։ Շնորհակալություն ծնողներիս հավատալու համար։ Եվ վերջապես շնորհակալություն իմ փոքրիկ եսին երազելու համար։ Նշանակում է ես պետք է շարունակեմ երազել։ Այո, միշտ քանի որ հենց երազող փոքրիկն է դառնում վստահ ուժեղ մեծահասակ։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ մենք դպրոցում ավելի շատ ենք հաճախում, քան մեր տանը։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ դասը սկսած արդեն բոլորս հոգնած ենք։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ բոլորս ուրիշ ենք, բայց միշտ ուրիշի մոտ ենք։ Մեր դասարանն այնքան տարբերվող է, որ ֆիզիկայի ուսուցիչներին միշտ ասում էր ամեն ինչ ունեցած։ Մենք մտածում ենք, որ այդ մեր գնահատականների մասին է։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ մաթեմատիկայի ժամին ասում էին հաշվեք, մենք էլ հաշվում ենք, թե պետք է ավարտվի դասը։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ այսօր միավորն է, ոչ ինչ որոշել չենք հաշվում։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ դպրոցն ավարտեցինք, բայց այդպես էլ Wi-Fi գաղտնաբառը չիմացանք։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ մեր ուսուցիչները մեծական դրամների արժեք։ Մենք իրենց նյարդերի հաշվի։ Մեր դասարանն այնքան տարբերվող է, որ մեր դասարանի երեխեքի համար ամենադժվարը ոչ թե քիմիան կամ ֆիզիկան է, այլ 15 դպրոցում լինելը։ Մեր դասարանը այնքան տարբերվող է, որ խմբային աշխատանքի ժամանակ մեկը գնում էր, ուսուցիչները հոգեբանորեն աջակցում էին։ Եվ իհարկե, մեր դասարանը այնքան տարբերվող է, որ մենք քննությունների առած չէին կարող պատասխաններ չունենալ։ Իսկ թե ինչպես դիտեք Բարև երեխաներ ջան։ Երեխեք ջան, հուսով եմ քննություններին պատրաստվել եք եւ կստանաք բարձր գնահատականներ։ Հիմա ես ձեզ թեստերի կբաժանեմ։ Հեռախոսները հավաքում եք, ում մոտ հեռախոս կա տվեք ինձ։
ճշմարտ լռում եք եւ սկսում ենք քննությունը, փորձում եք գրել ինքնուրույն առանց արտագրելու։ Լռություն։ Լռություն։ Էս ինչով ես զբաղված, աղջիկ։ Սա քննություն է, թե սովորական դաս։ Եվ իհարկե, 9-րդ դասարանի աղջիկներն այնքան տարբերվող են, որ չէի կարող մեզ շնչիացնել իրենց հեզաճկուն պարով։ Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր Ետ կբերեն ալև, որին օծ կթովեն աչքով քաղցր Մեկը աստղիկ, մեկը լույսնյակ, մեկն արևի տեսքով քաղցր Իմ Հայաստանն են զարդարում, նուրբ աղջիկն են Հայաստանի աղջիկներ Հայաստանի աղջիկներ Չկացեք նման Եվ սևացող աչքերը կան Իրենց նման հարբեցնող գինին կամող ձեռքերը կան Վարջորդերին բուրմունքի պես կոմիտացի երկերը կան Քարից անգամ լույս են կամում բյուր աղջիկն են Հայաստանի
շնորհակալություն ու վերահսկողություն ձևավորեցնում ես ոչ միայն որպես աշակերտներ, այլ նաև որպես մանուկ։ Որով ինքնատել ենք ձեր ամենի խոսքը կամ պահանջը, բայց այսօր հասկանում ենք, դրանք մեր ապագայի համար են։ Ստացած դասերից եք դասերը միշտ մեզ հետ են իջնում։ Շնորհակալ ենք ձեր նվիրումի, համբերության և մեծ աշխատանքի համար։ Մաղթում ենք ձեզ առողջություն, նոր հաջողություններ և շատ սերունդների առաջնորդելու ուղղ։ Ձեր շնորհիվ մեր հարթարությունը ծաղկեց և կշարունակի ծաղկել։ Նկատողության մեջ կար ոչ թե պատիժ, այլ մտահոգություն մեր ապագայի մասին։ Ձեր տրված դասերը միայն դպրոցական կյանքի կանոնի մասին չէ, դրանք կյանքի դասեր են, պատասխանատվության, հարգանքի և համերաշխության մասին։ Շնորհակալ ենք ձեր ղեկավարության, դպրոցի մշակման ձեր նվիրված աշխատանքի համար։ Ձեր ներդրումը մեր հաջողությունների ապա դեպի ներկայման տոպիշ, որից ներդրվում ամենալեսաների բայց մեծ աշխատանքի համար։ Ձեր ջանքերի շնորհիվ դպրոցների մենեջմենտ համա, դասմարվեցված և հաղորդումներ։ Լինգեր քորլան դուք եք որ առաջինը բռնեցիք մեր ձեռքերը որ առաջնորդեցիք դեպի գիտելիքի աշխարհ։ Ձեր ջերմժպիտ ու հոգատար խոսքերը մեզ համար դարձան վստահության առաջին քայլը։ Շնորհակալ ենք որ մեր մանկության առաջին էջերը սկսվեցին հենց ձեզնից։ Այսօր երկուչում է մեր կյանքի ամենահիշարժան զանգը, մենք կանգնած ենք նոր ճանապարհի շեմին, իր հույսերով ու երազանքությամբ։ Եվ այդ ճանապարհի շեմին Դուք մեզ տվեցիք ոչ միայն դասեր, այլ կյանքի ամենակարևոր առավելություն։ Դուք պարզապես մեր դասարանի դասիք եք, դուք մեր ճանապարհի առաջնորդ, հաղթանակների գրավություն, կանելու ոտոկը և երազանքների հավատացում։ Եվ ի վերջո, որպես միասնական ընտանիք։ Սիրելի ընկերներ, այսօր մենք հեռանում ենք դպրոցից, բայց չենք հեռանում ձեր տված դասերից։ Ձեր երբեմն խիստ, բայց արդեն հայացքով։ Մեր հետ եկեք կյանքի յուրաքանչյուր կարևոր բանում։ Մենք խորին երաժշտագիտությամբ խորհրդանում ենք ձեր աշխատանքի արժեվ և փոխանում ապագայում մեր ձեռքբերումով առանձին ձեր ներդրած ջանքեր։ Մեր խորին շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր դասարկներին, ովքեր իրենց ավարտ են ունեցել մեզ դասիրակելու և կրթելու գործում։ Կարողացանք երթել և այսօր ավարտին ենք մոտեցել, բայց դա ձեր չի նշանակում, որ մեր ճանապարհը չի շարունակվելու։ Ես ևս խոսք ունեմ ձեզ ուղղված, բայց խոսքը կտեսնենք էկրանին։ Սիրելի երեխաներ, այսօր խոսելը ամենադժվարն է, որովհետև այսօր խոսում եմ ոչ թե պարզապես որպես դասենք, այլ որպես մեկը, ով ձեր հետ ապրել է տարիներ, ձեր հետ ուրախացել, ձեր հետ անհանգստացել ու երբեմն ձեր փոխարեն է երազել։ Այս տարիներին դուք դարձել իմ սրտի մի մասնիկը, ոչ թե պարզապես դասարան, այլ ընտանիք։ Թվում է երեքեր, երբ առաջին անգամ մտաք այս դասարան, ամաչկոտ, անփորձ, բացի մեծ ու մաքուր երազներով,
Իսկ այսօր կանգնած եք այստեղ, արդեն մեծացած, ձևավորված, ձեր սեփական ճանապարհը ընտրելուն պատրաստ։ Այս տարիների ընթացքում դուք ինձ համար դարձաք ավելին, քան դասարան։ Դուք դարձաք մի փոքրիկ աշխարհ, որտեղ ամեն մեկը իր տեղն ու գույնը ունի, որտեղ ձեր ծիծաղը լցնում է դասարանը կյանքով, իսկ ձեր լռությունը անգամ խոսում է 1000 բառից ավելի։ Ես ձեզ սովորեցրել եմ դասել, բայց դուք ինձ սովորեցրեցիք ավելի կարևոր բաներ՝ հավատալ, սպասել, ներել ու ամենակարևորը՝ սիրել առանց պայմանների։ Այսօր երբ հնչում է ձեր վերջին զանգը, սիրտս միաժամանակ երախտության ու թախիծով։ Հպարտ եմ, որովհետև դուք պատրաստ եք թելեր բացելու թռչել։ Իսկ թախիծ կա, որովհետև այդ թռիչքի մեջ ես արդեն դիտող եմ դառնալու, ոչ թե ուղեկից։ Սիրելի շրջանավարտներ, կյանքը միշտ չէ, որ հեշտ է լինելու։ Կլինեն պահեր, երբ կկասկածեք, կընկնեք, կհիասթափեք, բայց խնդրում եմ, երբեք չկորցնեք ձեր ներսի լույսը։ Մի դադարեք լինել բառի, մի վախեցեք լինել իրական, ու մի մոռացեք, թե որտեղից եք եկել։ Հիշեք, այս դպրոցը միշտ ձերն է լինել, այս դասարանը միշտ ձեր ձայներն է պահելու իր պատերի մեջ, իսկ ես միշտ լինելու եմ ձեր դասեկը, անկախ ժամանակից ու տարածությունից։ Եթե երբևէ հոգնեք, եթե երբևէ մոլորվեք, վերադարձեք, թեկուզ մտքով, այստեղ միշտ ձեզ սպասող սեր կա։ Սիրելի իմ երեխաներ, գնացեք ու ապրեք արժանապատի։ Սիրեք մեծ, երազեք անսահ մարդ և երբ հասնեք ձեր նպատակներին, մի բան կանգ առեք ու հիշեք այս օրը, որովհետև այսօր ավարտ չէ, այսօր ձեր կյանքի ամենագեղեցիկ սկիզբն է։ Բարի ճանապարհ ձեզ, ես ձեզ շատ եմ սիրում։ One ticket, please. Lord have mercy, everybody. Հոգատար։ Բարեհամբույր։ Էլացի։ Հայրենասեր։ Նպատակասլաց։ Նրբանկատ։ Ընկերասեր։ Գեղեցիկ։ Անփոխարինելի։ Իրականում մեկ բառը քիչ է նրան նկարագրելու համար։ Just wanna dance the night away. Yeah, right here, where I'm gonna stay. All night long. Let the music play on. Ուժեղ, համբերատար, բարի, նպատակասլաց, Արցախ, Վստահ, Մենք ձեզ շատ ենք սիրում։ What's killing me inside? Let the music play. I just want to dance the night away. Yeah, right here where I'm gonna stay. All night long. Let the music play on. Just until I feel this misery. Ոստիչը այն մարդն է, ում ուսերին դրված է ամենաբարդ պատասխանատվությունը, ոստիչը ձևավորում է մարդուն։ Միգուցե ես ինքս հենց իմ գրքի շապիկի վրա կգրեմ ընտանիք, իմ փոքրիկ ընտանիքը կամ իմ բալիկները։ Շրջանավարտության մեջ մտնում է երեխային անհատապես վերաբերելը, երեխային փոքրիկ կիսելը, իրեն ճիշտ ուղու վրա դնելը ու հոգ տանելը։ Ընտանիք, որտեղ մենք ընտանիքում ենք իրոք։
սրտերով մի քիչ հացաչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորի բայց ինչ արած մենակ բարով Ամորած, ամբաժան, ուշարան, դպրոցական, պահարան, ինչ ուրախ է, ինչ ամհոր, թեզուները ես էշոք, հետանիք էր հայրական, ես հետրում նավիրական, Ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Ցանկացած հարցը երբեք չլինի միշտ խորացված միշտ դուրսացում միշտ այսպես աշխարհի մահարդապով անելանից մորորում մի հայր հիմա խոսք տվել ու աստորաճ ես խոսքարել Սոպերության ընթով, հետև ծրակայություն կոն, երեցին կամքով, որպես երկինս և երկրիս, ասաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր, երեքթող մեզ պարտից մեզ, որպես մենք թողունք մերոնց պարտականած, և մի տալիս մեզի կործություն, այրվերյազ մեզի չարետ, զիքոյ արկայություն և զորություն և հարդ հավիծյանը սամարենից ամեն։